Շնորհակալ ենք Աստծուց իր տան համար, խոսքի առատության համար, համբերությունով զինվեք, ես ձեզ շատ չեմ ձանձրացնի։ Ուզում եմ խոսել առևտուրի մասին։ Կարծում եմ առևտուրը շատ ծանոթ է բոլորիս։ Օրինակ, որ մենք գնում ենք մեր շուկա, այնտեղ մարդիկ կան, որ սեղանիկներ դրած, ինչ-որ մթերքներ են վաճառում։ Եվ մարդիկ կան, որ կանգնած են, փող են փոխում։ Եվ նաև մարդիկ կան, ովքեր գնում են, առնողներ կան, այսինքն։ Միգուցե ոմանք գլխի ընկան, ինչ բանի մասին պետք է խոսեմ։ Այսպիսի մի հատ դրվագ Աստվածաշնչում կա։ Բայց եկեք խոստովանենք, որ ամեն տեղ չէ վայել առևտուր անելը, չէ՞։ Օրինակ, որ մտնես տրանսպորտի մեջ տենաս մեկը սեղանիկա դրե կանաչիա ծախում, հարմար չի էլի։ Կամ օրինակ մտնես մոլ, այնտեղ առանձնացված է, ամեն բան իր տեղն ունի։ Մեկ էլ տեսնես մեկը սեղանիկա դրե, ասենք սուվինիար է ծախում։ Ամեն բան իր տեղն ունի։ Եվ ամեն բան, երբ որ իր տեղն է, ավելի սիրուն է, ավելի գեղեցիկ է։ Մարկոս ավետարանից ուզում եմ կարդանք այդ հատվածը, երբ որ Տեր Հիսուս մտնում է տաճար։ Դա 11-րդ գլխի 15-ից 17-րդ խոսքն է։ Գրված է. «Եվ եկան Երուսաղեմ, եւ Հիսուսը տաճար մտավ, սկսեց դուրս անել տաճարում ծախողներին եւ առնողներին, եւ ստակ փոխողների սեղանները եւ աղավնի ծախողների աթոռները կործանեց։ Եվ սովորեցնում էր եւ ասում նրանց. գրված չէ, թե իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի ամեն ազգերի համար, իսկ դուք ավազակների բույն արիք դրան»։ Գնարեք։ Ուրեմն տեսնում ենք, որ այս նույն տեսակի մարդիկ կային տաճարի մեջ, Աստծո տաճարի մեջ։ Հատկապես ուզում եմ ուշադրություններս ուղենք, որ կային ծախողներ, առնողներ եւ փոխողներ։ Եվ ինչպիսին էր Հիսուսի արձագանքը դրան։ Տաճարում վայել չէ, որ լինեն առնողներ, ծախողներ եւ փոխողներ։ Դրա համար որևէ մեկի արածը չարդարացվեց եւ բոլորը արժանի էին պատժի եւ դուրս վռնդվելու Աստծո տաճարից։ Առաջինը խոսենք ծախողների մասին։ Քանի որ այս ժամանակում այլևս տաճարը մենք ենք։ Գիտենք չէ, Սուրբ Գիրքն ասում է դուք եք Աստծո տաճարը, որովհետեւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Մենք ենք Աստծո տաճարը այլևս։ Եվ սա նշանակում է, որ մեզանից բացի ոչ մեկ չի կարող տաճարուից կամ տաճարում ինչ-որ բան վաճառել։ Իսկ այդ ժամանակ վաճառողները զոհաբերվող կենդանիներ եւ թռչուններ էին վաճառում, գիտենք։ Եթե մեր վերաբերյալ ասեմ, մենք էլ երբեմն այնինչ Տիրոջը պետք է զոհենք, ծախում ենք։ Այսինքն Աստծուն չենք տալիս, բայց զոհը վաճառելու համար չէ։ Զոհը զոհաբերելու համար է։ Աստծո գառն էր մուտք գործել տաճարը մաքրելու, եւ նրա մուտքը վկայում էր այն մասին, որ այլևս ոչ մի զոհ արժանի չի, ընդունելի չի, որովհետեւ նա պիտի հավիտենական պատարագ լիներ ողջ մարդկության համար։ Նրա մասին գրված է, որ նա մեկ անգամ մտավ սրբատեղին եւ հավիտենական պատարագ եղավ։ Եվ նրանով է, որ մենք փրկվում ենք հիմա, եւ նրանով է, որ մենք դարձել ենք տաճար։ Գիտենք Հռոմեացիս 12-ի առաջի խոսքերն ինչ է ասում։ Աղաչանքով դիմելով ասում է առաքյալը. աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ այսուհետև ձեր անձերը կենդանի պատարագ մատուցեք, ասում, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Որպես զոհ Աստված մեր անձերն է ուզում։ Այսինքն մեր նվիրումը, մեր ընծայումն ու հավատարմությունն է ուզում։ Հավատացողը թող ասի ամեն, որ զգամ մենակ չեմ։ Որովհետև նա գնել է մեզ իր թանկագին արյունով։ Եվ մենք այլևս նրա սեփականությունն ենք եւ մեր
անձերի տերը չենք։ Կարող ես ձեռքդ դնել քո վրա եւ ասել ես իմ անձի տերը չեմ։ Հիսուսն է իմ տերը։ Ամեն։ Եվ սա նշանակում է, որ մենք իրավունք չունենք որևէ շահի դիմաց մեր քրիստոնեական արժեքները, այսպես ասած, վաճառել։ Իսկ ինչպես ենք վաճառում։ Մի քանի գործնական օրինակ նայենք միասին գոնե, որ պարզ լինի ինչի մասին է խոսքը։ Օրինակ մեզ առաջարկում են կիրակի օրը պաշտամունքի ժամին աշխատանք։ Եթե մենք համաձայնվում ենք, գնում ենք, թողնում ենք պաշտամունքը եկեղեցին, սա նշանակում է մենք վաճառեցինք։ Մենք ինչ-որ բանի դիմաց թողեցինք, կորցեցինք, որտեղ ոնց է վաճառքը տեղի ունենում, երբ որ քեզ գումար են տալիս, դու դրա դիմաց մի բան ես տալիս։ Եվ այսօր աշխարհն էլ այդպես է վարվում։ Ուրիշ մի բան ասեմ։ Կամ առաջարկում են ինչ-որ մի հատ հաճելի տեղ գնալ։ Ծայրահեղության մասին չեմ խոսում, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց պետք է խոստովանենք, որ հաճախ մենք մեր պատճառաբանությունները այնքան ծայրահեղ ենք ներկայացնում, որ հարցնողը փոշմանում է, խիեր հարցնում, որ ինչի չես եկել։ Ուրեմն եկեղեցին արժեք է։ Եկեղեցին արժեք է, եկեղեցում լինել, հավաքույթում լինելը, դա մեծ արժեք է եւ չարժի դա որևէ բանի հետ փոխարինել, որևէ բան դրա դիմաց վերցնել եւ թողնել սա։ Երբ հնարավորություն ունենք խաբելով որևէ բան վաստակել կամ անարդար կերպով վաստակել եւ համաձայնվում ենք, մենք այսպես անելով կարծես թե վաճառում ենք։ Որտեվ ազնիվ լինելը, արդար լինելը, սուրբ լինելը արժեքներ են, որոնք չպետք է ինչ-որ բանի դիմաց վաճառենք։ Որովհետև այդ արժեքները Աստված է մեզ տվել, ժողովուրդ։ Եվ նրա համար մեծ գին է պահանջվել մեզ արդարացնելը, մեզ սրբացնելը։ Հուդան էլ ծախեց Հիսուսին, որտեվ ինչ-որ բան վերցրեց դրա դիմաց, բայց իրականությունը նա էր, որ ինքը ծախվեց։ Լսել ենք, չէ՞, արտահայտությունը, որ մեկը փողի դիմաց ինչ-որ մի հատ վատ արարքանում, ասում է սա ծախված մարդ է։ Լսել եք թե չէ։ Իրականում ինքը ծախվեց եւ ծախվեց մահվան, ծախվեց անարգանքի եւ միջև հիմա նրա անունը հիշում են որպես մատնիչ։ Հովսեփի եղբայրներն էլ կարծես թե իրենց եղբորը վաճառեցին, բայց իրականում իրենք ծախվեցին։ Այն ինչի համար Քրիստոսը թանկ գին է վճարել եւ տվել է մեզ, դրանք վաճառքի ենթակա չեն։ Այն ինչ որ Քրիստոսը տվել է մեզ, նորից եմ ուզում, դրանք վաճառքի ենթակա չեն։ Ամեն։ Առնողներին էլ մի փոքր անդրադառնանք։ Ովքեր են մեր կյանքում առնողները, կամ ինչերն են։ Երբ մենք չենք գիտակցում մեր ունեցածի անգին լինելը, մենք հեշտությամբ կարող ենք վաճառել, ժողովուրդ։ Օրինակ, մարդ կա, չէ՞, մի հատ հին հնություն ունի տունը, շատ թանկ է դա իրականում, բայց միամիտ է։ Մեկը, որ իրանից ավելի խորամանկ է, գալիս է համոզում, ասում է, ինչ ես անում տարիներով մնացել է, շատ էժան գնով առնում է իրանից, եւ հետո որ այս մարդը իմանում է, դե արդեն ուշ է։ Իսկ մեր շուրջը հեշտությամբ, իսկ մեր շուրջը կներեք միշտ կլինեն մարդիկ, ովքեր լավ առաջարկներ կանեն մեզ, որպեսզի մենք կորցնենք այն բոլոր արժեքները, որոնք Քրիստոսով ենք ձեռք բերել։ Միշտ լինելու են քո շուրջը այդպիսի մարդիկ, որ գայթակղիչ առաջարկներով են ներկայանալու, որպեսզի վերցնեն քեզանից այն արժեքները, որ դու կորցնես այդ արժեքները շատ էժան բաների դիմաց։
Թշնամին դեռ Եդեմի պարտեզից սկսած առևտրով էր զբաղված։ Նա միշտ էլ Աստծո տաճարի թշնամին է եղել եւ տարբեր գայթակղիչ առաջարկներով ցանկացել է կործանել Աստծո տաճարը, որ մենք ենք։ Իսկ Հիսուսը լավագույն օրինակը թողեց, երբ իրեն աշխարհի թագավորությունները եւ նրանց փառքն ու հարստությունները առաջարկվում, նա առանց մտածելու, առանց վարանելու մերժեց։ Եվ լավագույն օրինակը թողեց մեզ, որ չարժի ծախել երկնայինը, հավիտենականը, այն ինչ որ Աստված է քեզ տվել, երկրավոր, ժամանակավոր ունայն բաների վրա։ Ինչպես ենք մենք արձագանքում մեզ արված առաջարկներին։ Սա մի հարց, որ մտածենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ քեզ առաջարկներ են արվում եւ դու հասկանում ես, որ դու փող զիջման ես գնալու, եթե դու ընդունես այս առաջարկը, դու մեղքի մեջ ես ընկնելու։ Ինչպես ենք արձագանքում։ Լավ, ոչինչ, ես մի անգամ էլ թող ես անեմ։ Մենք էլ Հիսուսի պես պետք է անենք, որովհետև այն ինչ Աստված տվել է մեզ, ավելի թանկ է, քան ցանկացած երկրավոր արժեք եւ հարստություն։ Ամեն։ Առնողները լինում են չերևացող եւ երևացող, մարդկանց տեսքով, նաեւ մտքերի եւ իրավիճակների ձևով։ Սա նշանակում է, որ մենք պետք է արթուն լինենք, որպեսզի բացահայտենք այն բոլոր առնողներին, ովքեր տարբեր գայթակղիչ միջոցներ են կիրառում, որպեսզի ինչ որ բանի դիմաց գնեն մեզանից մեր Քրիստոսում ձեռք բերված արժեքները։ Այս այդ նույնը մարդու մտքի մեջ է տեղի ունենում։ Երբ որ մի հատ անսուրբ միտք ես թույլ տալիս, դա գողանում է քո խաղաղությունը։ Դա ազդում է քո տրամադրության վրա։ Եթե ծառայող ես, ազդում է քո ծառայության վրա։ Մարդիկ մտքի մեջ են մեղք գործում։ Մարդիկ մտքի մեջ են առևտուր անում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մեր մասին եմ ասում։ Բայց ոնց որ Եփեսացիս 6:10 ասում է զորացեք նրա զորության կարողությունով, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել։ Տարբեր հնարքներով նա կգա, որ քեզանից խլի այն ամենը, ինչ որ դու Քրիստոսով ձեռք ես բերել, բայց ամուր բռնել է պետք, ամուր պահել է պետք։ Ուրեմն քանի որ մեր թշնամին լավ գիտի եւ լավ հասկանում է, որ ուղղակի չի կարող մեզ զրկել այն ամենից, ինչը Տերն է տվել։ Դրա համար կարծեցյալ թանկ արժեք բաներ է առաջարկում, որպեսզի գողանա մեր հարստությունը։ Ուզում եմ մի հատ հայտարարություն անեմ, որ ամուր բռնես։ Մենք Աստծով հարուստ ենք։ Երբեք աչքդ չդնես այս աշխարհի արժեքներին։ Կարող ես ասել, ես Աստծով հարուստ եմ, որ Քրիստոսին ունենք, ամեն բան ունենք, ամեն բան ունենք։ Ուրեմն երբեք աչքդ չդրես ժամանակավոր ունայն բաների վրա, չնախանձես, ասապի օրը չընկնես, որ նախանձեց հարուստներին, փառքի մեջ բնակվողներին, բայց հետո որ Տիրոջ ներկայության մեջ մտավ, ամեն բան պարզ էր։ Ինչքան Տիրոջ ներկայության մեջ մտնենք, ինչքան նրա հետ հաղորդակցության մեջ լինենք, կհասկանանք, որ չկա որևէ արժեք, որ ավելի մեծ է, ավելի կարևոր է, քան թե Աստծուն ունենալը։ Երկրորդ Կորինթացիս 11:3-4 խոսքերը հետևյալն է ասում է, բայց վախենում եմ, միգուցե ինչպես օձը իր խորամագությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքը ապականվի այն միամտությունից, որ Քրիստոսումն է։ Որովհետև եթե մեկը գա եւ ուրիշ Հիսուս քարոզի, որ մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնեք, որ չառաք, կամ ուրիշ ավետարան, որ չընդունեցիք, լավ կհամբերեիք։ Տեսեք ինչ է ասում։ Ասում է վախենում եմ, արդեն եկեղեցուն է դիմում, որ ինչպես օձը Եվային խաբեց, դուք էլ ձեր միամիտ լինելու պատճառով խաբվեք հանկարծ։
նույն առևտուրն էր տեղի ունենում, առաջարկ, կեր և կլինես աստվածների նման, բայց սա սուտ էր, և ընդունվեց առաջարկը և արդյունքը տեսնում ենք ինչ եղավ, սատանայի մեջ բարի բան չկա, և նրա առաջարկները երբեք ու երբեք քեզ լավ տեղ չեն հասցնելու, նա ստախոս է և ստության հայր, ինչպես որ Եվան խաբվեց, ասում է վախում եմ, որ դուք էլ խաբվեք, հանկարծ ինքը գա ձեր մոտ ինչ-որ առաջարկով, ընդունեք, և այստեղ հատկապես բաներ է շեշտում, ասում է, եթե մեկը գա ուրիշ Հիսուս քարոզի, ուրիշ հոգի առնեք, որ չառաք, ուրիշ ավետարան, որ չընդունեցիք, այսինքն ուրիշ արժեքների մասին է խոսում, Աստծո ժողովուրդ, եթե մեկը գա ուրիշ ավետարան քարոզի, ուրիշ արժեքներ քեզ առաջարկի, որ դու չես ընդունել, որ Սուրբ Գիրքը տես չի սովորեցնում, մերժիր դրանք, երբեմն միամիտ այնպիսի գործարքների մեջ ենք մտնում աշխարհի հետ և հետո նոր հասկանում ենք, որ թանկը էժանով վաճառեցինք, բայց արդեն ուշ է լինում, մի փոքր էլ փոխողների մասին, որպես Աստծո տաճար դու անփոխարինելի ես, բայց միշտ էլ կլինեն առաջարկներ, որպեսզի դու փոխես աստվածայինը անաստվածայինի հետ, սուրբը անսուրբի հետ, արդարությունը անարդարության հետ, հոգևորը աշխարհիկի հետ, թույլ տվեք ասեմ, պատենդը օրիգինալի հետ, օրիգինալը պատենդի հետ կներեք, միշտ էլ այսպիսի առաջարկներ լինելու են, և գիտես կարող է առաջի հայացքից դու չզգաս էլ որ տենց, ասես դա նորմալ է, բայց պետք է քննել, որպեսզի խաբված դուրս չգալ վերջում, բայց հիշիր, որպես Աստծո տաճար դու քո առանձնահատուկ դիրքն ու նշանակությունն ունես և Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով օրհնել է քեզ բոլոր հոգևոր օրհնություններով, Աստված օրհնել է մեզ, Սուրբ Գիրքն ասում է բոլոր հոգևոր օրհնություններով, Աստված մեզ երկնավորների մեջ է նստեցրել, Աստված իր սեփականությունն է դարձրել մեզ, ուրեմն ուրիշ առաջարկ չկա այս տիեզերքի մեջ, որ կարելի է ավելի մեծ համարել, ավելի լավը համարել, ավելի ընդունելի համարել, քան այն ինչ որ Աստված տվել է մեզ, մենք էլ ընդունել ենք, ուրեմն չփոխենք երբեք, սա նշանակում է, որ դու մի տեղում ես, որ ուրիշները կարիք ունեն քեզ նման լինելու, ոչ թե դու իրենց նման, որ մեկը քեզ առաջարկում է, որ դու իրանց նման լինես, Արմեն աղբերս, որ ցույց էր տալիս դա, մերժիր, Աստված ամենակատարյալ տեղում է քեզ դրել, ոչ մի բան պակաս չի, բոլոր Աստծո զավակների համար ոչ մի բան պակաս չի, որտեվ գրված է այս կյանքի աստվածապաշտության համար բոլոր բաները առատությամբ շնորհվել է մեզ, երբ որ մարդը գիտակցի, թե ինքը ինչքան հարուստ է Աստծով, էլ ինքը ոչ միտեղ չի նայի, բայց նորից եմ ուզում սա ասեմ, ուրիշները կարիք ունեն քեզ նման լինելու, որտեվ դու Քրիստոսի նման ես ձգտում լինել, ոչ թե դու իրենց նման, այս պատճառով երբեք փոխզիջման չգնանք, սիրելի Աստծո ժողովուրդ, ոչ ոք տրամաբանական է, թանկը էժանի հետ չի փոխում, ամեն, իսկ մեր ունեցածի արժեքը, թույլ տվեք ասեմ կուրսը, այնքան բարձր է, որ որևէ արժեքի հետ փոխելը ուղղակի անմտություն է, օրինակ, որ դու իմանաս կուրսը միտեղ դոլարի վերցնեմ, 50 է, մյուս տեղում 20 է, բայց դու ունես դա, ինչ կանես, գնաս 20-ով կփոխես, բայց ավելին ասեմ, Աստված էր ինչ-որ մեզ տվել է, դա անփոխարինելի է, սիրելի Աստծո ժողովուրդ, ուրեմն մեր ունեցածի արժեքը այնքան թանկ է, որ ուղղակի անմտություն է որևէ արժեքի հետ փոխելը։ Հայտնություն 3:11-ում այսպես է ասում. ահա ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը։
Սուրբ Գիրքն ասում է պահի են ինչ որ ունես։ Քեզ ոչ պետքա դա ծախել, ոչ պետքա ուրիշ տեղից ինչ որ բան առնել, այն ինչ որ պետքա Աստված տալիս է քեզ։ Ոչ էլ պետքա փոխել։ Սուրբ Գիրքն ասում է պահիր այն ինչ որ ունես, որ չառնի մեկը քո պսակը հանկարծ։ Սա նշանակում է, որ հնարավոր է, որ մեկը ծախի իր պսակը, թողնի իր պսակը, կորցնի իր պսակը։ Տաճարում ծախելու, առնելու եւ փոխելու հարցը լուծվում է, երբ տաճարը կոչվում է աղոթքի տուն։ Այս մարդիկ, որ այդտեղ առևտուրի սրային սարքել, մոռացել էին, որ տաճարը, ոնց որ Հիսուսն ասեց, իմ հոր տունը պետք է աղոթքի տուն կոչվի։ Երբ որ տաճարը դադարում է իր նշանակության համար ծառայել, տաճարը դադարում է իր նշանակության համար ծառայել, նա կվերածվի առևտուրի տան։ Նա ավելին ասում է, ավազակների բույնի եք վերածել։ Երբեմն տաճարից ինչպես որ հարկն է աղոթք չի բարձրանում, տաճարը վերածվում է ավազակների բույնի, բայց տաճարի գլխավոր գործառույթը աղոթքն է։ Առանց աղոթքի տաճարը դադարում է, տաճարը լինելուց։ Ուրեմն սիրելիներ, եկեք հստակ որոշում ունենանք, որ մենք որպես Աստծո տաճար երբեք առևտրով չենք զբաղվելու։ Եվ ամենօրյա աղոթքի կյանք կունենանք, որպեսզի տաճարը միշտ լցված լինի Տիրոջ ներկայությամբ, ում կարիքը յուրաքանչյուրս ունենք մեր ընթացքը հաղթական ավարտելու համար։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Ինչպես որ ասեցի վերջին խոսքերի մեջ, մենք յուրաքանչյուրս նրա կարիքն ունենք, որ մեր ընթացքը հաղթական անցնենք։ Ուրեմն պետք է որոշում ունենանք, ինչ ուզում է լինի, տաճարից աղոթքը չպիտի դադարի։ Երկնային Հայր, մենք խոնարհվում ենք քո գահի առաջ, մենք պատվում ենք քեզ, մենք երկրպագում ենք քեզ, մենք մեծարում ենք քեզ եւ գոհանում ենք քեզանից, Տեր, գոհանում ենք քեզանից, որ դու թանկ գնով ես գնել մեզ, գոհանում ենք քեզանից, որ Տեր քո արյունով մաքրել ես մեզ, սրբել ես մեզ, արդարացրել ես մեզ, փրկել ես մեզ եւ քո սեփականությունն ես դարձրել, Տեր։ Խնդրում եմ քեզ, հպվիր մեզ եւ ցույց տուր մեզ, որ մենք հասկանանք, Տեր, որ երբեք փողզիջման չգնանք, որ երբեք չփոխենք թանկը էժանի հետ, Տեր։ Խնդրում եմ քեզ, թանկագին Սուրբ Հոգի, որ լուսավորես մեզ, որ հասկանանք, որ երբեք խաբված չլինենք, Տեր, որ երբեք քո տվածը չկորցնենք, այլ ամուր պահենք, Տեր, միջև որ կգաս եւ քո տվածը կտեսնես մեր կյանքի մեջ, Տեր։ Մենք չենք ուզում կորցնել, զորացու քո ժողովրդին այս պայքարի մեջ հաղթող լինելու, Տեր։ Զորացում ես, մենք ուզում ենք այս տաճարը, որ քոնն է, սուրբ լինի։ Մենք ուզում ենք, որ այս տաճարը, որ քոնն է, քո ներկայությունով, քո փառքով լիքը լինի, Տեր։